Բարի երեկո գմախտեմ մեր հերոստատիդոներուն, այսօրվա մեր ելույթը շատ լուրջ և բացառիկ ելույթ մը լա, որովհետև ըսկայացունց հայտարարություններ ցույց պիտի տանք մեզ սիդոներուն, որպեսզի հասկանան, թե հայ եկեղեցին այսօր ինչ վիճակի մեջ է և որքանով վարգապեկված է հայ եկեղեցին։ Անգամ ևս այստեղ բոլորիդ հիշեցնեմ, չշփոթեք եկեղեցականները եկեղեցու սրբություն սրբոցին հետ։ Հետևաբար, այս առիթով ցեզի ցույց պիտի տանք Խորեն վարդապետ Հովհաննեսյանի վերջին ելույթը, որ մանրամասնորեն կնկարագրե ինչպես ինք որպես գավազանագիրը Քարեքին երկրորդ կաթողիկոսին, որքան մոդեն զինք ջանցած է և որքան հալածած է զինք։ Միասին դիտենք այդ բոլորը։ Հոկտեմբեր 27-ին 99 թվականին ոչ միայն ահասարսուռ հարված հասցվեց հայոց պետականությանը, այլ նաև ահասարսուռ հարված հասցվեց մեր եկեղեցում։ Այս տեսաերիզը պիտի շարունակվի, բայց գտնենք այդտեղ, ուր շատ հստակ էր, թե ինչպես 1999 հոկտեմբեր 27-ին այդ չարափաստիկ օրը անգամ ևս Խորեն վարդապետ ցեզի պիտի հիշեցնե, ինչպես արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Դերդերյան ուրախությամբ և ժպիտով գահամբուրե այդ թղթիկը, որուն վրա գրված էր լուրը, և գավեդեր օրվա նոր կաթողիկոսին, թե ինչ պատահեցավ, ինչ սպանություն պատահեցավ և ինչպես գլխատվեցան մեր իշխանության ղեկավարները այդ օր։ Շարունակենք դիտել մնացածը։ Ուզում եմ ես ցանկանում եմ այս բանին ուզում եմ ես ցանկանում եմ այս բանին ուզում եմ ես ցանկանում եմ այս բանին Գարեգին երկրորդ կաթողիկոսը ուղղակի օգտվելով այն առիթից, որ այդ օրերին Հայաստանում ամեն ինչ վաճառվում էր, գնացքի գծերից մինչև Գրիգոր Լուսավորչի գահը, նա իր սիմոնական ախտով պարուրված գնեց ուղղակի աթոռը և Սփյուռքից եկած այդ դավադիր 30 արծաթը դժբախտաբար ողջագուրվեց հայաստանյան ընչաքաղցության հետ և արդյունքում ունեցանք անաստված, անհավատ և չարի կողմից առաջնորդվող չարի ծրագրերը կատարող կաթողիկոս։ Նրա ոչ հայրապետ, ոչ կաթողիկոս լինելու մասին բազում են վկայությունները։ Ես ուզում եմ մի քանիսը հիշատակել, որպեսզի նրա իրական դեմքը պարզ լինի մեր հեռուստադիտողին և ձեզ հարգարժան հետևորդներին։ Վերջին 10-15 տարում Գարեգին երկրորդը առաջնորդներ են նշանակում բացառապես մեկ նպատակառումով, բացառապես մեկ շահով առաջնորդվելով, առաջնորդ է նշանակում բացառապես նրանց, ովքեր վայելում են իր եղբոր Եզրաս arczepiskoposի բարեհաճությունը, այսինքն ինչու է սա անում, որ երբ հաջորդ եկեղեցական ազգային ժողովը գումարվի և հաջորդ կաթողիկոսի ընտրության հարցը բարձրացվի, իրենից հետո այդ առաջնորդները ապահովեն պատգամավորներ և հաջորդ կաթողիկոս ընտրեն իր եղբորը։ Սա է նրա չարադավ և հեռահար նպատակը։ Ես մի առիթով նրան նամակ էի գրել և իրեն բնութագրել եմ իբրև սովետահայ փողոցային երիտասարդի հոգեկերտվածքով մեկը, և նա առաջնորդվում է
ճիշտ այդպես սովետական փողոցային երիտասարդ է նա եւ ասում է սա մեր աղբերն է, ներողությունը արտահայտությանը, սրան եպիսկոպոսություն, սա քրոջս տղան է, սրան եպիսկոպոս, սա մեր աղբոր մյուս տղան է, սա եւ երկրորդ շրջանակն է գալիս, քրոջս տղայի աղբերներն են, սրանց էլ պիտի եպիսկոպոսություն տամ։ Ահա այսպիսի խայտարակ վիճակի մեջ է մեր եկեղեցին այսօր եւ իգին ամեն ինչի մենք պետք է ազատվենք։ Նրա հրեշություններից ուզում եմ հիշել եւս մեկը, որ 13 թվականին ինձ անձամբ ինչպես պարտադրեց, որպեսզի Հնդկաստանում վարչության, եկեղեցական վարչության ընտրությունները կեղծելու եւ իր համար ցանկալի արդյունք ապահովելու համար Հայաստանից 23 մարդ տանել Հնդկաստան, 2 ամիս պահել, աշխատավարձ տալ, վճարել եւ ազգային հարստությունից ծախսվեց $200,000։ Բայց վերջին պահին 2 օր առաջ, երբ հայտնի դարձավ, որ BBC-ի մակարդակով համաշխարհային սկանդալ պիտի լինի, այդ մարդիկ չմասնակցեցին ընտրություններին։ Այսինքն Հայաստանում 20 տարիներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք Վարդան Ղուկասյանը, Հյուսիսում, Կենտրոնում Հովիկ Աբրահամյանը եւ Հարավում Սուրիկ Խաչատրյանը, երբ ընտրություններ էին կեղծում, նրանք կնախանձեն Գարեգին երկրորդի Կտրիչ Ներսիսյանի պրոֆեսիոնալիզմին, եթե նրանք ուազներով, մինի բասերով էին մարդկանց տեղամաս տանում ընտրությունները կեղծելու համար, ապա Գարեգին երկրորդը Emirates-ով էր տանում եւ $200,000 էր ծախսում ընտրություններ կեղծելու համար։ Օրմանյան պատրիարքը գրում է, որ 1837 թվականին, երբ Նիկոլայ առաջին կայսրը գալիս է Էջմիածին, Հովանես Կարբեցի կաթողիկոսին հարցնում է, թե ինչ կուզեք, որ անեմ ձեր համար, եւ կաթողիկոսը իր շահամոլ, ինչպես ասում է օրմանյան պատրիարքը, դիտարկումներից ելնելով անամոթաբար Ցարից խնդրում է, ասում է եղբորս 2 տղաներին կայսերական շքանշան տուր եւ ռուսական տիտղոսներ տուր։ Ցարը ուղղակի արհամարանքով այդ կաթողիկոսի հարցադրումից թողնում վերադառնում է Երևան, նախատեսված էր ընթրիք, բայց չի անում։ Ընդամենը 164 տարի անց Երևանում Ծիծեռնակաբերդում տեղի են ունենում այդ նույն անամոթ շահամոլ դեժավյուն։ Օրմանյանը, եթե հիմա ինձ լսի, խեղճը գերեզմանի մեջ կպտտվի։ Երբ 2001 թվականին Վլադիմիր Պուտինը գալիս է Հայաստան սեպտեմբերին պետական այցով կարծեմ, այդ օրերին Գարեգին առաջինը Մոսկվայի բազմավաստակ Տիրան Սրբազանին ամեն կերպ ուզում էր գահընկեց աներ եւ իր եղբորը տեղավորեր Մոսկվայի առաջնորդ։ Դիմում է Ռոբերտ Քոչարյանին եւ ասում է, որ Պուտինին խնդրի, թող աղբորս այնտեղ գործի տեղավորի, Տիրանը խանգարում է, չեմ կարում հանեմ։ Ռոբերտ Քոչարյանը 100%-անոց բան եմ ձեզ պատմում հիմա, հրաժարվում է դիմել Պուտինին, բայց Գարեգին երկրորդին ասում է, ձեզ առիթ կստեղծեմ, թախտելով արարողակարգը, Գարեգինին տանում են Բաղրամյան 26, ով Բաղրամյան 26-ից Վլադիմիր Պուտինին ուղեկցում է Ծիծեռնակաբերդ։ Եվ հայոց հայրապետը փոխանակ իր աղոթքը, հույզերը մեր ցեղասպանված նահատակների փոխանցեր Պուտինին, նրան Ծիծեռնակաբերդում ասում է, որ աղբորս հարցերը լուծի, Տիրանին հանի աղբորս նշանակի, եւ ով դեժավյու, 164 տարվա դեժավյու, ինչպես Նիկոլայ առաջինը արհամարել թողել հեռացել էր Էջմիածից, Պուտինն էլ պատասխանում է դիմեք դատարան, քանի որ Գարեգինի կարիքը չուներ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանով էր իշխում Հայաստանում Պուտինը։ Եվ այս մարդիկ, ես Փաշինյանին գրած իմ բաց նամակում 6 տարի առաջ գրել եմ, որ Գարեգին երկրորդը ինչի որ դիպչում է, պղծում է, սա նաև Ծիծեռնակաբերդն է պղծել եւ հանդգնում է այսօր իր էմիսարներին ուղարկել Ծիծեռնակաբերդ, որպեսզի անիծեն Փաշինյանին եւ Հայաստանի իշխանություններին։
Հայր Խորեն, դուք այն եզակի եւ բացառիկ հոգեվորականն եք եղել, որ երկու կաթողիկոսների գավազանակիրն եք եղել եւ Լուսահոգի Գարեգին Այի, այնուհետեւ Գարեգին Բ-ի։ Վստահ եմ բավական հետաքրքիր դեպքեր տեղի ունեցած կլինեն, այն ինչպիսի զուգահեռներ կտանեք Գարեգին Այի եւ Գարեգին Բ-ի միջեւ։ Ես ինձ բախտավոր անձնավորություն եմ համարում, որ երիտասարդ տարիքում ծանոթացա Գարեգին առաջինի հետ եւ իր կյանքի վերջի 2 տարիներին իր հետ եմ եղել, իրեն ծառայել, իսկ վերջին 1.5 տարին հատկապես գիշեր-ցերեկ ամեն օր մի տան մեջ ենք ապրել, վեհարանում եմ քնել իր անհանգիստ եւ հիվանդության շրջանում։ Մեկ նախադասությամբ ասեմ ձեզ, Գարեգին առաջինին ճանաչելով ես տեսա Աստծուն, որից հորդում էր հայրական եւ քրիստոնեական սեր։ Իսկ Գարեգին երկրորդ կտրիչ Ներսիսյանին ճանաչելով ես տեսա Սատանային, չարադավ, նենգաբարո եւ բանսարկու մի անձնավորության։ Մի քանի ականատեսի վկայություն կարող եմ բերել նրանց երկուսի կյանքից։ Նրանց հետ գնումների շոփինգի եմ եղել Նյու Յորքում։ Գարեգին Լուսահոգի կաթողիկոսի հետ առաջինի հետ 10 անգամ գրախանութ եմ գնացել եւ ժամերով մնում էր գրախանութում, նոթեր էր առնում, գրքեր էր գնում եւ ես էլ գնում այդ աշխատողներից աթոռ էի խնդրում, ասում էի հայրս անհանգիստ է, խնդրում եմ ամենտեղ աթոռ չկար, 3 ժամ, 2 ժամ եւ աթոռը գրկած հետևից ման էի գալիս, մի բաժնից մյուսն էինք անցնում։ Գնումների հետ կապված Գարեգին առաջինի հիշողությունը սա է։ Իսկ Գարեգին երկրորդ կտրիչ Ներսիսյանի հետ մեկ անգամ Նյու Յորքում գնումների եմ գնացել եւ նա $5,000 կոշիկ է գնել։ Դա 22-23 տարի առաջ էր։ Այն ժամանակ Հայաստանի մարզերում $5,000 կարող էր բնակարան գնել եւ Գյումրիում մի անտուն կարող էր բնակարան ստանալ։ Եվ կարող եմ ասել, թե ինչն էր հրճվանք սեր պատճառում Գարեգին առաջին Լուսահոգի հայրապետին եւ ինչն է հրճվանք ու ուրախություն պատճառում Գարեգին երկրորդ կտրիչ Ներսիսյանին։ Մի անգամ մտերմիկ ընթրիկի սեղանի շուրջ, երբ հայտնի դարձավ, որ արաբ մի աղջիկ մեր եկեղեցու դավարանքն է ընդունել, կնքվել, հանուն իր սիրեցյալ հայ տղայի եւ հայերեն է սովորել։ Վեհափառը Լուսահոգի Գարեգին առաջինը այս փաստից ցնծության մեջ էր, հրճվանքի մեջ էր ուղղակի։ Իսկ Գարեգին երկրորդի արժե համակարգում իրեն տեսել եմ հրճվանքի եւ ուրախության մեջ, երբ անձամբ ինձ պատմում էր, թե ինչպես Իտալիայի ֆուտբոլի նախկին մարզչից մասաժիստից մասաժ է ընդունել ինքը եւ իր arczepiskopos եղբայրը եւ որ այդ հաճույքը ընդամենը արժեցել է 15,000 եվրո։ Ահա այս երկու հայրապետների նմանությունը եւ տարբերությունը, ինչպես օծը եւ դաղցը, ոչ մի նմանություն։ Ձեզ թիվս նաև բազմաթիվ այլ կարգալույծ եղած հոգևորականների, բազմաթիվ են այդ հոգևորականները, որոնց Գարեգին Բ-ն կարգալույծ է արել, ձեզ 2 անգամ է կարգալույծ արել, կասեք ինչպես դա եղավ։ Ես անցյալ օրը մի հոգևորականի հետ խոսում էի այս հարցով եւ նա ասաց, որ Սրբազանն ասաց, որ երբ հոգևորականը կոչում ունի եւ նրան կարգալույծ ես անում, նրան սպանում ես։ Ես ասացի Սրբազան ինձ 2 անգամ է այս անաստվածը սպանել։ Ինչպես ասեցի, նրա հետ, նրա աշխարհը, նրա աշխարհայացքը, ամեն ինչ գումարի փողի շուրջ է։ Տարիներ առաջ երբ Նյու Յորքում ուսանող էի, նաև այցելու հովիվ էի Սուրբ Խաչ եկեղեցում եւ այնտեղ ընտրությունները փորձեմ կարճ կապել, չեմ ուզում անձից վրա կենտրոնանալ, բայց ուզում եմ իմ անձի հետ կապված այս դիպվածներով մարդիկ ճանաչեն նրան։ Եվ ընտրությունները կեղծվել էր, ինքը այդ օրվա առաջնորդի հետ եւ ես հրաժարվում էի իբրև այցելու հովիվ ստորագրել արդյունքը։
քանի որ երկու թրքահայ ընտանիք, որոնք Սրբազանի օրվա Սրբազանի բարեկամներն էին, կեղծել էին։ Եվ այդ օրերին Գարեգին II Նյու Յորքում էր, եւ երբ իմացավ այս դեպքի մասին, իմ ներկայությամբ Սրբազանին ստորացրեց ուղակի, Փարիզ բուն իմաստով։ Նրանց միջև լարվածություն կար, քանի որ կաթողիկոսական ընտրություններին այդ Սրբազանը հակառակ ճամբարում էր։ Եվ երբ կաթողիկոսը վերադարձավ Էջմիածին, Սրբազանը ինձ կանչեց երկու բառ ասեց կամուրջները տայրեցիր։ Եվ ինքը սկսեց այդ ժամանակվանից Սրբազանին բարերարներ մատակարարել, մինչ այդ Նյու Յորքից գումար չէր ստացել, բացի իր մտերիմ ընկերուհի Լուիս Սիմոն Մանուկյանից եւ նրա շրջանակից։ Եվ ինձ անմիջապես կանչեց գումարները, նվերները ստանալուց հետո վեհապարը ուզեցավ հաճոյանալ Սրբազանին եւ շաբաթներով Էջմիածնում առհամարած մի անկյուն շպրտած վիրավորված թողեցից գնացի ուղակի, բայց զղջում է իմ կյանքը հոգեվորական լինելն է, ես ծնվել եմ հոգեվորական լինել, ուրիշ բանի ընդունակ եւ ի վիճակի չեմ, ես Աստծո խոսքը քարոզելու համար եմ ծնվել։ Եվ երբ տարիներ անց վերադարձա, ինձ 1 տարի ուղարկեց Գեղարդաբանկ մի խուց եւ միայն հետո էր ինձ հայտնի դառնալու, որ 1-2 իմ մեծահարուստ ծանոթներ, որ ունեի, փորձել էր նրանցից գումար պոկել, ասելով, որ ձեր ծանոթին ետ եմ բերել, լավ պաշտոն պիտի տամ եւ այլն։ Այս անամոթի ծրագիրը չիրականացավ եւ ինձ աքսորեց Հնդկաստան 5 տարով։ Ինչու եմ ասում աքսորեց, որովհետեւ երբ իմ Հնդկաստանում իմ նախորդին հոխորտացել էր կարգալույց կանի, այս կանի եւ ասել էր նշանակում եմ Հնդկաստան, քանի որ Հնդկաստանից ավելի վատ տեղ գոյություն չունի։ Եվ այսպես իմ հալածանքները շարունակվեց Հնդկաստան, Մյանմար, այնտեղից հափշտակեց $500,000 եւ պայմաններ չկար ապրելու, իրեն հեռազայնով ասացի, վայապար ուր ապրեմ, ասեց հոգս չէ, բառացի մեջ բերում եմ անում, մի պատի տակ մի փալասքից վրան քնիր, այսպես անձանձրույթ ինձ հալածել եւ տարապանք է պատճառել, որից հետո երբ ստիպված վերադարձա Էջմիածին, ինձ մայրավանքից վռնդեց վարդապետիս, որ Սուրբ Էջմիածնի կանոնադրության համաձայն կաթողիկոսը պարտավոր է Էջմիածնի միաբանին կուսակրոններին ապահովել բնակարանով, սնունդով, աշխատավարձով։ Հակառակ այն բանի, որ գիտեր, որ քրոնիկ հիվանդություն ունեմ, 6 ամիս ինձ զրկեց դեղեր գնելու եւ հաց ունենալու հնարավորությունից։ 6 ամիս փողոց է շպրտել ինձ եւ միայն 6 ամիս հետո ինձ աքսորեց Վրաստանի ադրբեջանական շրջան Մարնեուլի մաղձը չարությունը այնքան մեծ էր, որ տարիներով չէր հանգստանում այս սատանան, ուզեցել էր ինձ ետ բերելով փող պոկել, չէր հաջողել, դրա համար կատաղությունը այնքան մեծ էր, չէր կարողանում հանգստանալ եւ Վրաստանի առաջնորդի լիազորություններին բռնանալով, չարաշահելով, կաթողիկոսը իրավունք չունի առաջնորդին ասելու, թե այս հոգևորականը որ շրջանում պիտի ծառայի, ուղղակի թեմ պիտի նշանակի, բայց Վրաստանի առաջնորդին անձամբ պարտադրում էր, որ գնամ եւ ապրեմ ադրբեջանցիների մեջ, այսինքն այս հրեշը մահս էր ուզում, եւ ես 1.5 տարի ապրում էի Թիֆլիս, առաջնորդի որևէ հրահանգ, որևէ բան խախտում չեմ արել, իմ ծառայությունն էի մատուցում եւ 1.5 տարի հետո նորից դևը արթնացավ սրա մեջ եւ պարտադրեց, որ գնամ ադրբեջանցիների մեջ Մարնեուլի ապրեմ, այլևս չդիմանալով դուրս եկա եւ սպասում եմ այն բարեբաստիկ օրվան, երբ պիտի չարը խորտակվի, ազատագրվի Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ ես վերադառնամ իմ ծառայությանը։ Վերջին շրջանում դուք ապրում եք Մոնրեալում եւ վստահ եմ, որ հետևում եք Հայաստանի զարգացումներին քաղաքական, ինչպիսի կարծիք ունեք Բագրատ Գալստանյանի նախաձեռնած շարժման մասին, թեև իրենք հիմա արձակուրդ են գնացել, բայց վստահ եմ հետևել եք, թե ինչ գործողություններ են տեղի ունեցել նրանց մասնակցությամբ։ Ես ուղղակի ապրում եմ Հայաստանով, իմ արևածագը, իմ մայրամուտը Հայաստանով է։ Երկու սրբություն ունեմ, Սուրբ Էջմիածինը եւ Հայաստանի Հանրապետությունները եւ ամեն ինչ Հայաստանի հետ կապված եւ Սուրբ Էջմիածնի հետ կապված ինձ համար անձնական է։
ինձ թվում է նաև լրագրողները իրենց հարցադրումներով շեղում են հարցի բուն էությունը։ Այստեղ Բագրատ Գալստանյան չկա, Բագրատ Սրբազանը ուղղակի ինչպես ինքն է ասել show must go on, ինքը շոումենն է միայն այստեղ, բայց ոչ երբեք ռեժիսորը կամ շոու գրողը։ Նա անում է ինչ որ նրան հանձնարարված է։ Ինձ համար հստակ է, դա հակապետական Գարեգին երկրորդ կտրիչ Ներսիսյանի հակապետական քայլն է ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Անգամ եւս դուք կտեսնեք եւ գլսեք, թե ինչպես հայաստանյաց առաքելական եկեղեցին վարգապեկվեցավ հեղինակությամբ եւ ղեկավարությամբ Գարեգին երկրորդ կաթողիկոսին։ Գիշեք, չէ՞, Բագրատ Սրբազանի Սրբազան քայլարշավը, որը սկսավ Գիրանցեն, որպես թե մտահոգված էր Բագրատ Սրբազան, թե ինչ սահմանազատում կգադարվի այդտեղ, մինչդեռ քայլերթը որ Երևան հասավ, արդեն հասկացվեցավ, թե ովքեր կգանքնին այդ քայլերթի ետին եւ ինչ է իրենց փուն նպատակը։ Շատ հետաքրքրական հայտարարություն մրավ Բագրատ Սրբազան եւ հետեւյալն է այդ իր հայտարարությունները կմեջբերեմ։ Մայր աթորը միացած է մեզ միշտ առանց վեապար հայրաբեդի օրտնության մենք չենք կործում հայոց հայրաբեդը ինքն է մեր հայրը մեզ օրտնողը եւ մեզ առաջնորդողը։ Գիտեք սիրելիներ, որքան գահագասե այս հայտարարությունը, որի կատարեց քայլերթի սկիզբին, եւ այսօր ինչ Գարեգին կաթողիկոս գահայտարարե ընդդեմ իշխանության եւ գհրաժարի հայտնել է, որ ինքը ղեկավարած է այս բոլորը։ Բայց չմոռնաք սիրելիներ, բոլորից ծանոթ է, թե այդ ղեկավարության ետին որ ուժերը կգանքնին։ Ով է ողնասյունը Գարեգին կաթողիկոսին, որ այսքան սանձարձակ կրնակորձել, եթե ոչ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան, ինչպես նաև Սարգսյան։ Եթե անոնց ընկերակցությունը եւ ճագերտներու մեջ օրտնությունը չունենար, գրնալ այսքան փռնադիրական ձևով մոդենալ այս հարցին եւ հանտկներ եկեղեցին թեմ դանելու ժողովրդի կողմէ ընդրված իշխանության։ Հոս է որ ցախողեցավ անգամի եկեղեցին եւ մենք բոլորս միասին բարդավոր ենք փրկել եկեղեցին։ Շարունակենք դիտել եւ ես վերջավորության իմ մեկնաբանությունս պիտի դամ, թե ինչպես պիտի փրկենք հայաստանյաց առաքելական եկեղեցին այս բռնադիրական ռեժիմեն։ Կարողանա ինչ որտեղ կամուրջներ փնտրել եւ փորձել միավորել մեր ազգին։ Լավագույն տարբերակը հայ առաքելական եկեղեցու որևէ հարգանք վայելող սրբազանը կլինի։ Հենց այս օրհասական պահին նման թեկնածություն կլիներ լավագույնը։ Իմ համոզմամբ։ Պետք է բավարար զանգված, որը պետք է դուրս գա փողոց, եւ այդ փողոցը չպետք է լինի իմ մասին կամ որևէ մեկ այլի մասին։ Եթե այդպես լինի, մենք ոչինչի չենք հասնելու։ Այդ փողոցը պետք է լինի իշխանությունը հեռացնելու մասին։ Հասկացաք։ Մենք չպետք է փողոց անենք, ասենք, այս դուրս են գալիս Քոչարյան իշխանության բերելու համար։ Հենց մենք նման թեմաներով սկսենք հանդես գալ, եթե այդպես լինի, մենք ոչինչի չենք հասնելու։ Նա ով կարող է այս ծանր օրերին Հայաստանի եւ Արցախի համար շքանշան ստանալ Ռուսաստանի նախագահից, այս օրերին, այս տարիներին, երբ Մոսկվայի եւ Բաքվի շահերը ուղղակի այդենտիկ են եւ դրանք ընդդեմ Հայաստանի են, ոչնչով իրարից չեն տարբերվում, եթե դու Մոսկվայից շքանշան ես ստանում, ուրեմն շքանշան ես ստանում Բաքվից, սա միանշանակ է եւ ուզում եմ բոլորը սա տեսնեն եւ հասկանան, եթե Մարիա Զախարովան եւ կրեմլյան շրջանակները
գովաբանում են Բաքրատ Սրբազանի այս որի շարժումը, որին ես անվանում եմ շապիտով վեղարի տակ, նշանակում է Բաքուն ողջունում է, որովհետև նրանք միասնական են գործում, միայն կույրը սա կարող է չտեսնել։ Եվ սա անհաջող փորձն էր, որը Փառք Աստծո տապալվեց։ Բոլորն ալ դիտեցիք Խորեն Վարդապետ Հովհաննեսյանի հայտարարությունները, որոնք սրտաջմլիկ էին, վստահ եմ, որ ցեզմե շատեր ափսոսանքով մտի գրին այդ բոլորը։ Բայց այս բոլորի մեջ կարևոր թասմը կա առնելիք։ Խորեն Վարդապետեն զատ նաև նախկին միապամը շատ հետաքրքրական ելույթ ունեցած է YouTube-ի վրա։ Այդ մասին այլ առիթով դարձյալ այդ բացահայտումները կներկայացնենք ցեզի։ Այստեղ բայց մենք հստակ թե ասելիք ունենք, սիրելիներ, եւ թե ընելիք միասին։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին այսօր արևանքված է Փարին ամբողջական իմաստով։ Քարեքին գաթողոս շփոթած է Հայաստանյաց առաքելական եկեղեցին վաճառարան հետ։ Իր միակ հետաքրքրությունը արձատն է, թրամն է, փառքն է։ Հետևաբար իր քահագալության առաջին օրեն Հայաստանյաց առաքելական եկեղեցին քահավիժումի մեջ է եւ արդեն գրեթե անտունտի ստորոդը հասած է։ Ցավոհոն է, որ իր շուրջ հավաքեց իր համակյուղացիները եւ անոնց միջոցով ստեղծեց խումբը իր աթորը ամրացնելու համար։ Սիրելիներ, այդ բոլորով ինք պետք չէ հբարդանա, որովհետև ցախողած է իր հոգևոր առաքելության մեջ։ Ոչինչ կա ամենայն վստահությամբ եւ համարձակությամբ կսեմ, ոչինչ կա հոգևոր Քարեքին Գաթողոսի մոտ։ Իր միակ հետաքրքրությունը մամոնան է, արձատն է, փառքն է եւ փարասիրությունն է եւ ճիշտ ադոր համար իրեն զորավիկ կանգնեցան նախքին նախակահները։ Այս բոլորը ցավով գարդայդվում։ Բայց ինչ պետք է անենք։ Գրնանք անդարբեր գնալ այս բոլորի նկատմամբ։ Գրնանք ասել մեզի ինչ։ Այսպես եկած է, այսպես երթա, ասոնց մե այլևս մենք պիտի ցերփազատվենք, որովհետև ես ու տուն հստակ պետք է գիտնանք, որ հայաստանյաց առաքելական եկեղեցու առաքելությունը դաբալած է։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին մեր ինքնության մեջ մեծ թեր ունեցած է անցյալին եւ դակավին գրնա ունենալ։ Հետևաբար ես ու տուն անելիք ունենք։ Եթե այս ծևով շարունակվի, հայ եկեղեցին առավել եւս պիտի վարգապեկվի։ Հետևաբար իմ գոչս է ոտքի կանգնենք ամենտեղ եւ մանավանդ ըսպյուրքի մեջ։ Բոլոր այն թեմերներս, մասնավորապես էջմիածնական թեմերներս, ես դխրությամբ կսեմ էջմիածնական անտիլիասական, հայաստանյաց առաքելական եկեղեցին մեկ պետք է լա։ Հետևաբար էջմիածնական եկեղեցիներներս, թեմերներս, հոն ուր որ գրգված են մանգլավիկներ Քարեքին Գաթողոսի գոմե, պետք է արդակսենք եւ գդարենք նոր ընտրություններ, եթե չկան բարգեստ եպիսկոպոսներ, քահանաները թողնան առաջնորդ։ Մեր եկեղեցու մեջ շատ կան քահանաներ, որոնք առաջնորդ եղած են որպես արժանավորներ։ Որովհետև ասկային եկեղեցական ընդհանուր ժողով բացարձակապես պիտի ցույցե Քարեքին Գաթողոս գազմագերբել եւ ոչ ալ իր մանգլավիկ արքեպիսկոպոսները եւ եպիսկոպոսները, իսկ անոնք որոնք բարգեշտ են, արդեն ծածկված մեկ անգյուն եսած են, գսպասեն հարմար արիթի, որբեսի գարենան իրենց սելիկներ ունել։ Այլ խոսքով, այս օրերում Քարեքին Գաթողոս որևէ ադեն պիտի չհրավիրե ասկային եկեղեցական ժողով, որբեսի նոր աթորագիծը եւ կամ նոր Գաթողոսը ընդրվի, որբեսի հայ եկեղեցին փրկվի։ Հետևաբար
ես ութուն շատ ընելիք ունինք այսօր արտասահմանի մեջ ըլլա Ամերիկա ըլլա Եվրոպա այլ ուր որ հայ քաղուտ կա այդ քաղուտները պետք է ոտքի ելեն եւ բարձրացնեն ասելով որ մենք այսուհետև չենք ուզեր քարեկին գաթողոսը այդ աթորին վրա մնա գուզենք տեսնել արժանավորումը ասիկա գրնան գնել ես եւ թուն եթե բզախնդրություն ունենք Հայաստանից արաքելական եկեղեցուն նկատմամբ հետևաբար իմ գոչս է մեր թիդոներուն ըլլա Ամերիկայի մեջ եւ ըլլա այլուր մինչև Հայաստան պետք է անպայման կորզնական քայլի թիմենք որբեսի մայր աթորեն հերացնենք քարեկին գաթողոսը որբեսի սրբություն սրբոցը իր արաքելության մեջ անգամ եւս մտնե եւ թիգուն կանգնի հայոց pedagogian հոսե մեր հիմնական մտահոգությունը եկեղեցին միշտ ցերքի կորձած է իշխանության հետ այսօր ժողովրդի կողմէ ընդրված իշխանություն կա քեշ աղեկ վատ բայց վաղը օրերը կփոխվին եկեղեցին ալ պիտի փոխվի չմոռնաք այս գաթողոսի օրով որևէ ադեն ժողով դեղի պիտի չունենա եւ կանոնակրական բոլոր խախտումները ամեն օր դեղի կունենան հետեւաբար ես ութուն սիրելի թիդող շատ բան ունենք ընելու ցերքի դանք ոտքի ելենք եւ բոլոր փերեզակները հերացնենք Հայաստանից արաքելական եկեղեցին